ուրիշ խնդիր կա 21-րդ դարը մարքեթինգի դարը օրինակ ծխախոտը շատ սիրուն տուփ ունի առողջ ապրելակերպը սիրուն տուփ չունի բրենդինգ չունի առողջ մեր ամբողջ խնդիրն է որ առողջ ապրելակերպը բրենդինգ ունենա ասենք ամենա ամենաշատ շաքար պարունակող սնունդը ինքը անենց բրենդինգ ունի եւ անենց դիզայն ունի որ նայում ես ուզում ես բան այսինքն դու ուզում ես դա բայց առողջ ապրելակերպը ես էդ եմ ասում հիմա դուք օգնեցիք որպեսզի առողջ ապրելակերպը պետքա բրենդինգ ունենա եւ մի բան 21-րդ դարում ցանկացած բան որը չունի բրենդինգ ինքը գոյություն չունի այսինքն չկա 21-րդ դարում կա բրենդինգ կա իր տակի բանը ապրանքը կամ ծառայությունը կամ չկա բրենդինգ ուրեմն չկա մեր խնդրեմը այն չի որ վազելու տեղ չկա մեր բրենդինգը այնա որ մեր խնդրեմն այնա որ բրենդավորված չի այդ ապրանքը առողջ ապրելակերպը բրենդավորված չի ընդհակառակը հակառակն է բրենդավորված եւ սա համակարգված խնդիր է սկսած որ այդքան խոսում ենք քրեական ենթամշակույթի մասին որ բան ենք որի դեմ տենցել արդյունավետ չենք կարող պայքարենք որովհետեւ ասենք քրեական ենթամշակույթի տրամաբանությամբ կարող է առողջ ապրելակերպը նույնիսկ ամոթ լինի որովհետեւ տղամարդը չհասկացանք տղամարդը շորտ կհակնի ասենք բանը կամ հեծանիվ կքշի Պետք է տղամարդը բանի գյուղամեջում պապազի առնվազն անընդհատ 6 ժամ